Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է մարտի 13-ի համար։ Շնորհակալ եմ բոլորից բաժանորդագրությունների, լայքերի եւ մեկնաբանությունների համար։ Իսկ օրը 5-շաբթի է, աշխատանքային օր է եւ տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվում։ Գնայենք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին մարտի 13-ին։ Մեկ րոպե կներեք։ Հարգելի խոյեր, այդ օրը երջանիկ եք, ինչ-որ մի բան երջանք ասնի ձեզ, ամենաառաջին քարտը դա է դուրս եկել, երջանկություն։ Նաև հանդիպում կամ շփում գործնականորեն, որը չէ մարդկանց հետ, հանդիպում նաև կամ շփում էլի ձեր ընկերոջ հետ, ոմանք նաև կարող են ժամադրվել, պայմանավորվել այստեղ ձեր ընկերոջ հետ, ոմանք կարող են ժամադրվել իրենց սիրելիի հետ, երկրորդ կեսի հետ։ Բայց ինչ-որ մի բան է ձեզ ցավ տալիս, դե չեք տխրում, հնարավոր է ինչ-որ մի տեղից ինչ-որ մի բանի մասին եք լսում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայենք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին մարտի 13-ին։ Հարգելի ցուլեր, այդ օրը ոմանք կարող են ընդունվել աշխատանքի, ոմանք շատ աշխատանք ունենան, ոմանք նաև հարցազրույցի գնան, նաև պետական աշխատողի հետ կարող եք հանդիպել, եւ որոշ գործեր կարող են մնալ, ամբողջը չեք հասցնի այդ օրը անեք, նաև նորություն կարող եք լսել օրվա ընթացքում, սուտ կա, դա եւս հաշվի առեք, որոշ սուտ է, հնարավոր է նաև
սուտ խոսեք, որպեսզի գնաք այստեղ սիրային թաքուն ժամադրության հանդիպման, սիրային նաև եռանկյուն հանդիպման, այդտեղ կարող է գնալ հանդիպել եւ այստեղ կարող է ինքը սուտ չէ, բայց ինքը կարող է որովհետեւ ինչ որ մի անակնկալ եք անում, դա էլ էլի սուտ է։ Ոնց որ չեք ասում 4 բոլորը։ Եվ տան հետ կապված ոչ իրադարձություն է, հնարավոր է նաև ձեր տանն է կամ պետք է գնաք այդ արարողությանը, նաև կարող է տան հետ է կապված, ինչ որ մի բան, տան մեջ ինչ որ բան եք անում։ Եվ սիրված ես կզգաք, երջանիկ կլինեք, ոմանց կարող են սիրո խոստովանություն անել, դուք կարող եք սիրո խոստովանություն անել եւ ընդունեն դա, դուք երջանիկ լինեք դրանից, այստեղ երջանկությունը։ Նաեւ ձեր սիրելի մարդկանց հետ կարող եք լինել այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք եկվորյակներին։ Ինչ է սպասվում եկվորյակներին մարտի 13-ին։ Հարգելի եկվորյակներ, այդ օրը ուշադիր եղեք, որ քնած չմնաք, որովհետև դան կարող են ձեզ տհաճություն տալ։ Եվ եթե աշխատանքի եք գնում, եթե ինչ-որ միտեղ կամ երկար եք քնելու կամ պետք է շուտ արթնանաք, դա կարող է ձեզ տհաճություն տալ։ Ոմանք ունեն սիրային ժամադրություն, որտեղ բավականին շատ սիրված կլինեք, հնարավոր է ուղղակի ինչ-որ մեկ եք պայմանավորված եւ չգիտեք իր զգացմունքների մասին եւ հենց այնտեղ ասում է իր զգացմունքների մասին։ Ոմանք կարող են հանդիպել իրեն շատ հարազատ մարդկանց հետ եւ էլի ձեզ լավը զգաք։ Նաեւ հրավերք որևիցե առիթի կամ դուք գրավիրեք կամ ձեզ եւ կարող այդ առիթի ժամանակ անակնկալ է լինում կամ դուք եք անում։ Նաեւ դա կարող է լինել սիրային թաքուն հարաբերություններ եւ սիրային եռանկյուն հարաբերություններ։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետինների մարտի 13-ին։
Հարգելի խեցգետիններ, այդ օրը որոշ իրադարձություններ ունեք, որոնք որ ձեզ հետ կատարվում են յուրաքանչյուր ամիս։ Հնարավոր է նաև որոշ մի բանի ավարտ է դա։ Արթնանում եք մի փոքր հուզված։ Պատճառը չի երևում։ Նաև գումարի մասին կարող եք ինչ-որ մեկի հետ խոսել, հնարավոր է նաև գումար եք ծախսում եւ հրավերք որոշ առիթի, կամ դուք գրավիրեք, կամ ձեզ գրավիրեն, եւ սուտ կա այդ օրը, ուշադիր եղեք։ Գումարի հետ կապված ուշադիր եղեք, նաև սուտն է միգուցե, որ հուզվում եք, կամ առավոտյան շուտ եք իմանում ինչ-որ մի բան, որը չեն արել, խաբել են։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք առյուծներին։ Ինչ է սպասվում առյուծներին մարտի 13-ին։ Հարգելի առուսներ, այդ օրը ձեր ձեռքում է, շատ բան ձեզանից է կախված, ինչ կանեք, ինչ կվերջացնեք, ինչ կուղեք, նաև հաջողություն ունեք կամ հաջողությամբ ինչ-որ մի բան ձեզանից կգնա, միգուցե ինչ-որ մի բան արել եք, ավարտել եք եւ տալիս եք գնում է։ Հնարավոր է նաև ինչ որ գնա, ձեզ դա հաջողություն կբերի, միգուցե այդ ինչ-որ կարևոր բան չէր ձեզ համար, թող գնա։ Հնարավոր է նաև սուտ, որի համար կարող եք վիճել ինչ-որ մեկի հետ։ Նաև դա կարող է լինել տուն եք մաքրում, բայց սուտը կա, ամենայն դեպս, ինչ-որ սուտ կա։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կույսերին։ Ինչ է սպասվում կույսերին մարտի 13-ին։
Հարգելի կույսեր, այդ օրը ոմանք ունեն սիրային եռանկյուն հարաբերություններ, ոմանք սիրային թաքուն հարաբերություններ կամ ոչ թե թաքուն գործողություններ կարող անել։ Եվ այդ օրը նաև հանդիպում կամ շփում ձեզ համար շատ մտերիմ անձնավորության հետ, նաև սա ասում է, որ եթե կասկածում եք դիմացինի անհավատարմության մեջ, սա հավատարմություն է նշանակում։ Եթե այնտեղ ինչ-որ գաղտնի հարաբերությունների մեջ եք կասկածում։ Նաև սպասում եք ինչ-որ մարդկանց, հնարավոր է ձեր հավատարիմ անձնավորությանը, եւ ոչ թե հարցում հաղթանակած դուրս կգաք, ինչ-որ մի բան ձեր օգտին կավարտվի, ինչ-որ բան է ձեզ նաև տխրեցնում, ինչ-որ մի բան է կամ ինչ-որ մեկից կաղաքի հաստատվել կամ ինչ-որ մի բան է սա։ Հնարավոր է նաև նամակ եք ստանում, լուր եք ստանում, կարող է դա է տխրության պատճառը եւ ճանապարհ եք գնում։ Կամ գիտեք, դա կարող է լինել դա տխրություն տհաճ է ձեզ, որ ինչ-որ մարդիկ կարող են գալ ձեզ մոտ։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կշարքներին։ Ինչ է սպասվում կշարքներին մարտի 13-ին։ Հարգելի կշարքներ, այդ օրը ինչ-որ մարդկանց եք սպասելու, ինչ-որ բանի եք սպասելու, եւ ձեր ցանկությունները կիրականանան, գուցե ինչ-որ սպասում եք լինում է կամ գալիս է, եւ նվեր կամ դուք կստանաք կամ դուք նվեր կտաք, կամ այն ինչ-որ կլինի, միգուցե դա է ձեզ համար նվեր։ Եթե այդպես ֆիզիկական նվեր չի կամ ինչ-որ լինում է, դա է ձեզ համար նվեր լինելու։ Այսքանը։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կարիճների։ Ինչ է սպասվում կարիճներին մարտի 13-ին։
Հարգելի կարիչներ, այդ օրը գումար եք ստանալու, գործնական ոյցը հանդիպում ունեք, գործնական խոսակցություն ունեք, մուսը դրանից է գումարը գալիս, նաև առողջության հետ կապված ուշադրություն դարձրեք, հնարավոր նաև գնում եք նման կենտրոն, որ առողջության հետ կապված, ոյցը հարցեր այդ օրը կարող եք լուծել, անել, ավարտել եւ կամ երեկոյան վեճեդա կամ տուն եք մաքրելու կամ ձեր շրջապատը, աշխատանքի վայրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին մարտի 13-ին։ Հարգելի աղեղնավորներ, այդ օրը հնարավոր է հուզվեք ինչ-որ մի բանից, այստեղ կա հեռախոսազանգ, որը որ ձեր ցանկությամբ է, միգուցե ինչ-որ մեկի զանգին էիք սպասում, զանգահարում են, միգուցե զանգահարում են ինչ-որ մի բան են ասում, որից որ կարող հուզվում եք, դա է պատճառը։ Եվ ժամին անպայման ուշադրություն դարձրեք, հնարավոր է ու ժամի եք քնում, հնարավոր է այստեղ հեռախոսով եք խոսում ինչ-որ մարդկանց հետ, հա ժամին պետք է ուշադրություն դարձնեք։ Ինչ-որ մի բան է լինելու կամ զանգահարելու են ինչ-որ մի բան ասեն, որ ձեր ցանկությամբ էր, կամ ինչ-որ կարևոր մեկն է զանգահարելու ձեզ։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այդ եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին մարտի 13-ին։ Հարգելի այդ եղջյուրներ, ինչ կանելու։ Սեղանի շուրջ եք նստելու։ Տեսնենք էլ ինչ կա։ Այս քարտերը տնենք, ինչ կհուշի։ Միայն սեղանի շուրջ։ Ինչ որ կարևոր բան է երևի ձեզ համար։ Տեղ հնարավոր է ռեստորան եք գնում։ Էլ ինչ կա կարևոր այդ եղջյուրների համար։ Ընտրության առջև եք կանգնած լինելու, միգուցե հագուստի մեջ է եւ այստեղ կարող գնա ռեստորան, նման ոյցե տեղ, փակ տեղ, որտեղ որ դուք ինչ որ մեկի հետ կարող եք լինել կամ ինչ որ մարդկանց հետ,
Միգուցե աշխատանքի վայրում եք սեղանի շուրջ նստում, միգուցե կարիերան եք նշում, միգուցե պաշտոնն եք նշում, աշխատանքն եք նշում, այդպես ինչ որ մի բան է։ Եվ այստեղ ընտրության առջև եք որոշ հարցերում։ Այսքանը, ինչ որ բաներ չկար։ Կարևորը ինչ որ աշխատանքի կամ սեղանի շուրջ նստելու վերաբերյալ է։ Ուրիշ ոչինչ։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Եթե ինչ որ բան էլ բաց եմ թողել, ուրեմն այդքան էլ կարևոր չէ ձեզ համար։ Եթե դուք եք տեսել, ուրեմն մոտեցրեք կամերան եւ նայեք, թե ինչ է նշանակում։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայենք ջրհոսներին։ Ինչ է սպասվում ջրհոսներին մարտի 13-ին։ Հարգելի ջրհոսներ, այդ օրը հեռախոսազանգ կունենաք, հետո հանդիպում, նա օրը պայմանավորում եք եւ հանդիպում։ Նաեւ որևիցե իրադարձություն է, որ յուրաքանչյուր ամիս կա ձեր կյանքում, հնարավոր է նաեւ վերջին 1 ամսվա իրադարձությունն է ավարտվում եւ ուրախ եք։ Ձեր տրամադրությունը բարձր կլինի, էներգիայով լի կլինեք։ Այնպես որ հիանալի է։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայենք ձկներին։ Ինչ է սպասվում ձկներին մարտի 13-ին։ Հարգելի ձկներ, այդ օրը գումար կծախսեք կամ հյուր գնալու համար, կամ հյուր ընդունելու համար։ Նաև որևէ գաղտնիք կարող է բացահայտվել օրվա ընթացքում, սեղանի շուրջ եք նստելու, յուրաքանչյուր ամիս ոչ իրադարձություններ եք նշում միգուցե, կարող է երեխայի 1 ամսական 2-3 այդպես կարող է նշում եք, նաև
Միգուցե նշում եք այն, որ ավարտվեց օրինակ ինչ-որ մի վարք, այլևս դրան չեք վերադառնալու։ Ինքը ամենամեծ վարկ էիք վճարում եւ հիմա արդեն վերջ ավարտվեց։ Ամ վերջի 1 ամսվա իրադարձությունները ինչ-որ մի բանը, որը կավարտվի։ Դա կարող եք նշել նաեւ, սեղանի շուրջ նստել։ Կամ ինչ-որ մեկն է գալիս ամեն անգամ, ամեն ամիս գալիս է ձեր տուն, այդպես է կարող է լինել։ Եվ նորություն կլսեք, արդեն ասացի, այստեղ նաև ոչ է հարցում հաղթանակած դուրս կգաք եւ հանդիպում կամ շփում գործնականորեն ինչ-որ մարդկանց հետ եւ ձեզ համար շատ հավատարիմ մտերիմ ազնվության հետ այդ օրը կարող եք խոսել։ Միգուցե ինքն է գալիս ձեր տուն հյուր կամ դուք եք գնում իրանց տուն հյուր։ Այդպես։ Այսքանը։ Լավ օր է։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։